Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր մենք կանգնելու ենք հայի հզորության ու նրա անսասան ոգու առջև, Հայքի համաստեղության լույսի ներքո, ասում է Վազգեն Գևորգյանը։ Հայքի համաստեղությունը մեզ հիշեցնում է մեր արմատների ուժը, մեր նախնիների հաղթանակները եւ այն անխորտակելի ուժը, որը միշտ բերում է նոր սկիզբ։ Այսօր մենք կբացահայտենք ոչ միայն ինչն է պահում մեզ տիեզերքի անսահմանության մեջ, այլև ինչպես է Հայքի լույսը առաջնորդելու մեր հոգին ու մեր ժողովուրդը հաղթանակի ճանապարհով։ Հյուրս հայագետ, հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանն է։ Նա կարևոր ասելիքով է եկել։ Մնացեք մեզ հետ։ Մի հատ ամենակարևորի մասին խոսանք, էլի։ Ինչ նշանակում չարի համակարգը խափանվեց։ Դե փաստորեն այո, ինքը բելական համակարգը պետք է, որտեղ հետ էին փակել։ Աշխարհացունց է։ Իհարկե։ Չարի հետևորդները որտեղ են հայտնվել, իրանք այս աշխարհակարգի վերջն է եկել, այն որ իրանք այդ նախագծել են եւ իրականացնում են։ Ձեր կենսաթրթիռները ինչպես զգաց դա եւ դուք ինչպես կարող եք դա ներկայացնել։ Այդ դաշտը տարօրինակ ինչ որ անոմալ, այսպես ասենք, նման չի ոչ մեկին, այնտեղ ասին ստոպ տղա ջան, հələ կանգնի։ Արի մի հատ հələ տես։ Այնտեղից դիեզերքից եկավ, մտավ գիտակցություն։ Հիմա մարդու խնդիրն է այս երկուսը համատեղել։ Խափաված լինելով դուք ինչ զգացիք այդ փոփոխությունների մեջ։ Ուրեմն այդ չարը նորից կրկնեմ, ինքը փակել էր այս գիտությունը։ Այսինքն կարելի է ասել մենք նեյրոններ ենք ձևավորում։ Իհարկե, բա ինչ ես անում։ Ամբողջ դիեզերքը նեյրոնային սիստեմա Մեր դու էլ մտքերով։ հետ։ Այո, բա դու արարող ես։ Եթե դուք սրան տեր կանգնեք, հենց տեր կանգնեցիք, կլինեք աշխարհի ամենահզոր ժողովուրդը։ Որ ես Աբրահամի որդի Մուհամմեդս, ուրեմն ասում եմ, որ հայ ազգին չի կարելի, ով որ հայ ազգի հողերին կտիրանա, հայ ազգի ունեցվածքը կգողանա, կսպանի հայերին, ես կդառնամ նրա հակառակորդը։ Ինչ օտարի ցույց եմ տրվել, այսինքն շունչը կդրվել է, բերանը փակվել է, հասկանում ես։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Գևորգյան, այսօր Հայքի համաստեղությունը ինչ է մեզ պատմում եւ ուր է մեզ ուղղորդում։ Հայքի համաստեղությունը ես անգամներ ասել եմ, որ արդեն ինքը եկել է տուն։ Ինքը վերադարձել է տուն, քանի որ ինքը հասարակածային ուրեմն համաստեղությունը, որը շատ կարևոր բան է մեր ուրեմն այդ աստղագիտության, տոմարագիտության եւ ընդհանրապես, այո, որտեղ ինքը շատ ուրեմն բաներ ունի եւ Հայքը, որ օրինակ նայեք, ես մի հատ բան ասեմ, որը վերջերս եմ իմացել, ուրեմն նեյտրինո տենց փոքր մի հատ մասնիկ գոյություն, տարական մասնիկ գոյություն ունի, որը պրոտոնին դարձնում է պրոտոն, եթե չլինի պրոտոն, այս աշխարհը չի լինի, էլի նյութականանում է այս աշխարհը։ Վերջերս գիտնականները պարզել են, որ այդ պրոտոնի անտակ փաշարը գալիս է Հայքի ուս աստղից, ինքն է մատակարարում մեզ, պատկերացնում ես։ Հա, ուրեմն դրա համար մենք այդ մակերեսային, որ խոսում ենք, հա, Հայքը ժամանակ է ցույց տալիս, Հայքը աշխարհակառույց է եւ այլ, որտեղ ինքը ունի բանականության ամպեր, այո։ Հա, հիմա ուրեմն այս բանը մոտիվացիան թողենք, մի հատ ամենակարևորի մասին խոսանք, էլի։ Ուրեմն յուրաքանչյուր ազգ իրեն մշակույթով ինչով է ինքը կայուն լինում։ Եվ որ այդ մշակույթը դառնում է զենք, իսկ այդ զենքը միակարծիքությունը եւ հզոր գաղափարն է։ Այդ գաղափարը եթե որևէ ազգ ստանում է, անմիջալից այդ գաղափարը ամեն ազգ կառուցում է իր համար։ Գտնում է ինչ-որ մի բան ու դրա վրա հիմնվելով որպես տեսակ, որպես ազգատեսակ, ասում եմ մենք սենց ենք, մեր գաղափարն է սա, մենք ընդունում ենք սա եւ այլն։ Կրոնով, քաղաքականությամբ, չգիտեմ, դե մշակույթով, տարբեր բաներով, ուրեմն մի հատ բան է գտնում, որ իր ազգի ամեն ներկայացուցիչ ընդունի այդ գաղափարը որպես բարձրագույն գաղափար։ Այո, ասենք Սովետ միության մեջ Լենին Պապին բարձրագույն գաղափարն էր, ինքը Աստված էր, էլի մոտավորապես sense ասենք, էլի եւ իր այդ գրած կոնդակտները, որ գրել էր, էլի, հա, ասենք ես Լենին, չէ։ Սա դարել էր միակարծիքություն էր ստեղծել այդ սովետական միության բոլոր այդ ազգությունների ապրողների մեջ, բոլորը դա ընդունում էին։ Հա,
Նույնը Հռոմն ա եղել, նույնը Ասորստանն ա եղել, Բաբելոնն ա եղել եւ մնացած բոլոր այդ աշխարհակալ կայսրությունները, այո։ Հա, հիմա մենք ունենք տիեզերական գաղափար, այսինքն ոչ թե տեղայնացված, քաղաքական, կրոնական չէ։ Տիեզերք ա մերը։ Հայկը տիեզերք ա, տիեզերակառույց ա ինքը։ Եվ ինքը պատասխանատու է ամեն ինչին, առաջին հերթին ժամանակին, ժամանակը, հայկի ժամանակը ստեղծում է աշխարհը, մեր աշխարհը ստեղծվում է հայկով։ Հայկով։ Դες նույնիսկ ասում եմ, հայկի ուսը տալիս է մեզ այդ նեյտրինո տարական մասնիկը, որը պրոտոնին հետո դարձնում է պրոտոն։ Բանականության ամպերում ուրեմն ծնվում է հայկի միգամածության մեջ, ուրեմն այդ գոտում ու կողքն է, էլ 3 հատ միգամածություն ունի։ Այդ միգամածությունները այնքան մեծ են, որ բացատրել միլիարդավոր կիլոմետր սփռված եւ այնտեղ ծնվում են աստղեր։ Պատկերացնում ես։ Աստղեր, բոլոր տիպի արև է ծնվում, արևներ են, մոլորակներ են, աստղեր են, բոլոր տիպի աստղեր եւ այլն, տարբեր տիպի աստղեր կան, էլի։ Հա, այդ ամեն ինչ կառուցում է հայկը։ Հա։ Եվ ընդլայնում է տիեզերքը։ Այդ բոլոր տարերը, որ մենք խոսում ենք, այդ տարերը այնտեղ կան եւ այլն, հա։ Ուրեմն հայք եւ մեր մոլորակ եւ պարզագույն ճշմարտությունը, որտեղ հին աշխարհը այդ հայկին հենց տենց էլ ընդունել է իմիջայլոց։ Այդ գաղափարը նրանց մոտ դեռևս աղավաղված չի եղել, եթե մենք նայում ենք հին աշխարհը, բոլորը իրան բարձրագույն, նրանք բոլորը Աստված են ասել, մեր մոտ հանկարծ չաստվածացնեն, որտեղ մենք գիտական ազգ ենք եղել, հա, որտեղ Աստված մի քիչ արդեն վերացական բան է դառնում, դու չես հասկանում, հետո սկսում ես վախենալ եւ այլն, գիտությունը Աստված։ Հայկը, երբ որ գիտությունը ալնում, պաշտամունք չի լինում, պաշտամունքը լավ բան չի։ Պարոն Գևորգյան, ասում եք հայկը վերադարձավ տուն։ Տուն եկավ։ Ինչ նշանակում, չարի համակարգը խափանվեց։ Դե փաստորեն այո, ինքը բելական համակարգը պետք է, որտեղ այդ էին փակել։ Այդ բելական համակարգը, ես անգամն է դրա մասին ասել եմ, չկարողանալով տիրապետել ժամանակի օրինականություններին, օրենքներին, ստեղծել իրենց անկատար լուսնահարևային բանը, տոմարները։ Սովորական մարդը իր վրա այդ փոփոխությունը, այդ չարի համակարգի ջախջախումը, տապալումը զգում է եւ ինչպես պետք է զգա։ Սովորական մարդը, հետարքիր հարց տվեցիր, սովորական մարդը շատ բարդ հարց է, էլի։ Սովորական մարդուն պետք է դաստիարակել, որ իր հոգին վերևից է եկել, երկնից է եկել, նրա թրթիռներն ուրիշ են, այս էլ մարմինն է։ Այսինքն, մի հատ օրինակ բերեմ, էլի, վերցնենք մի հատ ջութակ ու բերենք, ասենք, տարբեր մակարդակի ջութակահարներին, նույն ջութակը տալ, կամ ասենք կիթառ, կամ սազ, կապ չունի ինչ գործի, կամ դաշնամուր։ 10 մակարդակի մարդու, բերենք, նստացնենք, ասենք նվագեք։ Մեկը ճիժիկ-պիժիկ կնվագի, մեկը կոնցերտ կնվագի, հասկանում ես։ Հիմա մեր մարմինը այդ գործիքն է, այդ բանը հոգին, ինքը բարձրաթրթիռ է։ Դու դեռևս պետք է սովորես, որպեսզի համապատասխանես նրան, հա։ Դա համար գիտակցություն կա եւ կենսագիտակցություն կա։ Գիտակցությունն ու կենսագիտակցությունը պետք է համապատասխան լինեն։ Կենսագիտակցությունը դա տիեզերական կառույց է, գիտակցությունը տեղական մարմնական կառույց է։ Քո այդ գիտակցումն է, որ դու գալիս ես ու տեսնում ես այս աշխարհը ու սկսում ես սովորել, ընդունել այս աշխարհի օրենքները, ճիշտ ու սխալ հասկանաս եւ տրվել այս աշխարհի օրենքներին։ Շատ պատկերավոր բացատրեցիք, պարոն Գևորգյան, ու շատ մատչելի։ Հարցս հետեւյալն է. ձեր կենսաթրթիռները ինչպես զգաց դա եւ դուք ինչպես կարող եք դա ներկայացնել։ Իմ կենսաթրթիռները 15 տարի վրանով գիշերները ես մնացել եմ Ալիձոնում։ Դες մարդ եղել է տարիներ շարունակ 15 տարի վրանի տակ առանց ջուր, առանց հաց եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը պետք է հայտայտեինք։ Այն 2000 թվին, որ մենք այնտեղ գնացել էինք, ճանապարհը քանդած էր, ես միշտ ասում էի բանը, մոնղոլ թաթարների արշավանքից հետո այս ճանապարհը չի վերակառուցվել։ Այդ վիճակում էինք, պատկերացնում եք, գյուղերում, մեր կողքի գյուղում, Ալուձեր գյուղում խանութ չկար։ Այսինքն որպեսզի մենք հաց առնեինք, խանութ չկար, որ հաց առնենք։ Այն ձու էինք ուզում առնեինք, չկար։
Ուրեմն պետք է նստեինք մեքենան գնայինք Գորիս, որպեսզի ինչ-որ մի բան առնեինք։ Գազ չկար, որպեսզի բանա։ Եվ տենց այդ պայմաններում իհարկե դա երջանկություն էր։ Այդ դաշտը հետագայում չէ մենք հասկացանք, չէ, չափագրումներով, տարբեր մոտիվացիաներով, որ այդ դաշտը տարօրինակ ինչ-որ անոմալ, այսպես ասենք, նման չի ոչ մեկին։ Այդտեղ քանի որ մարդը դու այս տեղեկատվական դաշտից երբ որ բան ես անում, այդ ինչ էին գնում ճգնավորները, չէ՞։ Մոտավորապես ես ճգնավոր եմ եղել էլի 15 տարին դեռ։ Մի օրով չենք մնացել, 25 օրով եւ ավելի վրանով մնացել ենք։ Ես իմ կինը, ասենք, իմ աղջիկը եղել է, որ ես ու կինս ենք եղել, մարդ չի եղել։ Հիմա երբ որ այդ տեղեկատվական բանը սկսում է աշխատել, ես ուրիշ մարդ էի, ուրիշ հովերով այսպես ասած տարված, այս աշխարհի իմացականով դաստիարակված, այնտեղ ասին ստոպ տղա ջան, հələ կանգնի, արի մի հատ հələ տես։ 2000 թվից հետո նոր ես 2008 թվին Հայկին հանդիպեցի Տաթևիսյան վրա։ Ես պետք է հասկանայի, չէ՞ որ գիշեր ժամը 4-ին գնայի այնտեղ, չէ՞։ Ով տվեց ինձ այդ հասկացում։ Ես միշտ ասում եմ տիեզերքը։ Մարդիկ չեն հասկանում։ Այո, ինքը տրվեց, այդ տեղեկատվությունը մտնում է։ Դրա համար մարդը որ մի բան մտածում է, ինքը գիտի ինքն է մտածում։ Ինքը չի մտածում։ Կենսագիտակցությունը շփրտում է գիտակցությանը, գիտակցությունը չի գալու, փակում է։ Բայց երբեմն այդ կենսատեղեկատվական դաշտից դու գիտակցությունը, եթե դու իրան կարողանում ես այդ ուրեմն ձերբազատես այդ օտարոտի այս տեղական տեղեկատվությունից մեկը թղկ մտնում է գիտակցությանդ մեջ, վայ, ասում ես, հələ տես ինչ եղավ, էլի դու չես մտածում, ու քո թրթիռն է։ Այնտեղից դիեզերքից եկավ, մտավ գիտակցություն։ Հիմա մարդու խնդիրն է այս երկուսը համատեղել։ Ինձ հաջողվեց այդ 15 տարիների միանձնյա այդ կյանք վարելով այդ դաշտը դաստիարակեց։ Ես, իմ կինը, նրանք ովքեր եղել են, բոլորին, երբ որ ես միտքը արտահայտել եմ, բոլորը համաձայնվել են, որ այո, այնտեղ ինչ որ ուրիշ ես դառնում, կորումը այս աշխարհիկ, այսպես ասած, բաները, այդ խնդիրները, այդ բաները եւ այլն կորում է, հասկանում ես։ Այն մտածմունքները, որ դու ունես, ես ոնց անեմ, բարկս ոնց փակեմ, չգիտեմ, գործերս ոնց փող աշխա։ Սա վերանում է։ Այս ամեն ինչը դուք ֆանտաստիկ ձևով ներկայացրել եք ձեր հեղինակած գրքում։ Այո։ Բայց հարցս հետեւյալն է, պարոն Գևորգյան, 2008 թվականին դուք այդ որոնումների մեջ էիք, այդ կենսատեղեկատվական թրթիռների մեջ էիք։ Այդ ժամանակ դեռևս խափանված չէր Չարի ծրագիրը։ 2025 թվականից եք դուք ասում, որ այդ ծրագիրը խափանված է։ Խափանված լինելով դուք ինչ զգացիք այդ փոփոխությունների մեջ։ Այդ կենսատեղեկատվությունը ձեզ ինչպես փոխանցվեց եւ դուք ձեր բջիջներով ինչ զգացիք։ Չէ, հիմա ասում ես ոնց զգացիք, որ Չարի ծրագիրը խափարված է, չէ։ Այո։ Ուրեմն այդ Չարը նորից կրկնեմ, ինքը փակել էր այս գիտությունը, փակել էր աշխարհի համար եւ ստիպել էր հայերին, այդ հայ հզորներին, ինքը իմաստասիրած դպրոցը փակել է տվել 13-րդ դարում։ Այդ իմաստասերներին կոպիտ ձևով սպանել են, իրանց իմացությունը, գիր գրականությունը վառել են, դրա մասին ոչ մեկը չի խոսում։ Ես նորից կրկնում եմ, մենք ունեցել ենք տիեզերական դպրոցներ, դրա կարկառուն ներկայացուցիչներից մեկը Նարեկացին է Նարեկավանքում։ Դուք հասկանում եք, որ աստղագետ, տիեզերագետ, քվանտային ֆիզիկա է այս մարդը իմացել եւ դասավանդել։ Ու դու հիմա չես կարողանում հասկանալ, ու գնում ես ռաբիզ ես լսում, կամ օտարի չգիտեմ ինչն ես ուտում, հա։ Դու այդ ազգն ես, բայց էդի կործանել չի լինի։ Հիմա ոնց կորբան եղավ։ Այդ Տաթևիսյունը կանգնած էր, չէ՞ իր համար։ Հիմա այդ քվանտային ֆիզիկայում ինչ մի հատ կարևոր մեխանիկայում ինչ կարևոր դրույթ կա։ Եթե մարդը չդիտարկի որևէ երևույթ, այդ երևույթը չի լինի։ Առաջնային այդ քվանտային մասնիկները գտնվում են սուպերպոզիցիայի մեջ։ Ես չեմ կարող դա թարգմանել։ Այսինքն կարելի է ասել մենք նեյրոններ ենք ձևավորում։ Իհարկե, բա ինչ ես անում։ Ամբողջ տիեզերքը նեյրոնային սիստեմա Մեր դու էլ մտքերով։ հետը։ Այո, բա դու արարող ես, էլի կգնա Նարեկացի կարտա։ Էլի Նարեկացին ասում, չէ՞։
որ դու Աստված ես, արարող ես, Աստծո մի մասնիկն ես այստեղ եկած։ Հիշիր թե դու ով ես, նարեկացին դա բացահայտ ասում է։ Նորից չցիտենք 100 անգամ ցիտել ենք էլի։ Դու այդ նեյրոնային ուրեմն ամբողջ տեիզերական ամենաբանական, ամենահզոր մեկն ես։ Սա պետքա գիտակցես, որ չգիտակցես, ես գամ Տաթևիսյանը։ Տաթևիսյունը ինչքան էլ մնար, մինչև դու չգնաս հասկանաս ինչի համար է ինքը կառուցվել։ Ում կողմից է կառուցվել եւ ինչ իմացականով է կառուցվել։ Տաթևիսյունը տենց էլ կմնար, էլի։ Հա, տենց չէր մնա, կմնար, հասկանում ես։ Հիմա էլ է մնացել, բայց գոնե մենք հիմա կարողանում ենք այդ գիտությունը հիմա արդեն ձևակերպվել է, խիստ ուրեմն գիտական ուրեմն փաստարկներով եւ այլն եւ այլն։ Չէ, նույնիսկ այս դեպքում վիճարկողներ կան, պատկերացնում ես։ Հայազգի։ Հա, բայելով։ Պետք է հայ ազգի մենակ լինի, էլի։ Ինչ է սա։ Նրանք սուս են մնում, այն օտարները, իրոց օտարների շատերը համաձայնվել են, մենք Աստղագիտության ինստիտուտ ենք ուղարկել Նավասիբիրսկ ու արդեն ստացել ենք, էլի, հա։ Չեն կարող հերքել իրականությունը։ Իհարկե։ Այս հայ ազգիները, հա, դնում են, ասած օդի մեջ խոսում են, էլի։ Քամծիծախ տալով, բան, սենց բան, իբր թե իրենք շատ լավ բան են հասկանում, բան, եւ այլն, բայց նայ, գիտության մեջ ոնց է, չէ։ Գիտության մեջ սենց է, եթե գիտություն է եւ վիճարկելի է, դա այդ օպոնենտ կոչվածը պետքա բերի գիտական փաստարկներով դնի ինչ գրել ես, չէ, ասի այս դու սխալ ես գրել։ Հայկը հասարակացի վրա չի, Հայկը, ասենք օգոստոսի 11-ին այսինչ կետում չի լինում, դա ոչինչ չի նշանակում եւ այլն։ Հա, չէ։ Հայկը չի կառավարում արևը։ Հայկը զրոյական կետ չի կառուցում եւ այլն։ Այն ինչ որ գրված է, այնտեղ գրված է, էլի, հասկանում ես։ Չէ, իրանք ես խոսում են, էլի, ասում են, չէ, սխալ է դա, այնի սխալ է, շիրակացին բան, հայկյան բունտոմարը բարձում է սխալ է, էլի։ Հա, ամբողջ մշակույթի դեմ դուրս են եկել, հա, ինչ որ արշավ է, էլի, սկսել զարմանալ, էլի, բայց սենց անպատասխանատու, իրենց հայտարարությունները։ Հիմա Էդ ենկոմ դնեք, այդ նորմալ է, միշտ էլ մեր ազգի հետ տենց բաներ եղել է, ու միշտ էլ լինելու է, եթե դեռևս աշխարհը չի եկել, ուրեմն այդ կանոնակարգում տիեզերքը պետք է անցալել։ Որտեղ գիտությունները դրա մասին կարգին չեն խոսում, վերջապես քվանտային ֆիզիկան արդեն այդ հարցադրումը դրել է, ու ես դրա համար գիտեմ, որ նաև գիտականորեն է արդեն դա գալիս։ Որտեղ գիտությունը արդեն բավականին կարևորել է ժամանակի ֆակտորը, որ ժամանակն է տարածության կենսատեղեկատվական ասպեկտը, արդեն ոչ թե մի հոգի, այն ժամանակ ասենք Կոզերև, հենց նույն Նիկոլա Տեսլա եւ այլն, դրանց փագեցին, նրան փագեցին գիտությունը, Կոզերևին տարան բանտ նստեցրին եւ այլն, հա, բայց այսօր քվանտային ֆիզիկան նորեն եկավ եւ արդեն չգիտեմ, արդեն թիվը չգիտեմ, թե ինչքան մարդիկ Ես չեն կարող պայքարեն նրա դեմ։ Ֆունդամենտալ գիտության խոսում են ժամանակի կարևորության եւ առաջնային ֆակտոր լինելու, գործոն լինելու մասին, այրջ։ Հիմա դա արդեն եկան հայագիտություն, ուզեն չուզեն։ Իրանք որպեսզի այդ ժամանակը հաշվեն, ուզեն չուզեն, պետք է գնան Տաթևիսյան կողքը կանգնեն։ Ուզեն չուզեն, Արեգ ջան, այս երկրի առանցքը ծռված է, մարդիկ չեն հասկանում, թե ինչ բան է զրոյական կետ։ Իրանք գաղափար չունեն ինչ բան է զրոյա։ Մոլորակի վրա մի կետում պետք է լինի 0 կետ, եւ դա Տաթևիսյունն է։ Ես օրինակ բերեմ։ Պարոն Գևորգյան, դա պարզապես ֆանտաստիկ է։ Ֆանտաստիկա, որը արդեն գիտական հիմնավորումներ ունի։ Այդ ֆանտաստիկա, երբ որ դու հիմնավորում չես տալի, կարծիք ես հայտնում, դա ֆանտաստիկա է։ Եվ որ գիտական հիմնավորում ես ունենում, եւ դա անհերքելի ապացույց է, դա արդեն ֆանտաստիկա չի, դա գիտություն է, պարզ հասարակ գիտություն է։ Պարզ հասարակ։ Ֆանտաստիկա ասելով ես նկատի ունեի Ես հասկացա, ես քեզ չեմ պատասխանում։ Դա ցնցող, շնշող եւ աշխարհացունց է։ Իհարկե։ Հիմա այդ ֆանտաստիկան, այսպես ասած, փակել են, որպեսզի, օրինակ, դու գիտես, որ Ղուրանում գրված է ինչպես է ներկայացվում հայ ազգը։
Այդ մասին կարդացել ես 30-29-30 կետերն են էլի ինձ վերջերս ես գիտեի դրա մասին վերջերս նորից մի հատ արաբ մեր հայ երեխեքից մեկին ուղարկել է մեր մասին թե Մուհամեդը ինչ ասում մեր մասին որ ես Աբրահամի որդի Մուհամեդս ուրեմն ասում եմ որ հայ ազգին չի կարելի ով որ հայ ազգի հողերին կտիրանա հայ ազգի ունեցվածքը կգողանա կսպանի հայերին ես կդառնամ նրա հակառակորդը ու տես մի վաղտ երկու կետում մի կետի խոսում է այդ ինչի է Մուհամեդը ասում որ հայ ազգը որտեղ նրանք այն ժամանակ իմացել են թե ինչ գիտության տեր են եղել մենք եւ մինչեւ հիմա արաբները դրա մասին գիտեն իմիջայլոց դրա համար նրանք հայերի հետ ուրիշ ձևի են վերաբերվում դա է պատճառը որ արաբները հայ ժողովրդին բավականին մեծ ակնածանքով են վերաբերվում այո ու ասեմ քեզ որ արաբները աստղագիտությունը երբ որ մենք արդեն փակվավ մեր համար այդ աստղագիտությունը հա կործանվեց այդ դպրոցը արաբները վերցրեցին եւ արաբները գրում են փաստարկված կա որ մենք սովորել ենք հայերից հայ աստղագետներից դրա համար իրանք այդ գիտեն բացահայտ գիտեն դրա համար տենց հարգանք ունեն մեր նկատմամբ նույն պարսիկն էլ գիտի դրա մասին դրա համար հարգում է մեզ լավ այսինքն մենք այդ կարևոր շրջափուլի ականատեսն կայացման մեջ ենք վկան ենք մենք կայացման Արեգ ջան շատ կարևոր բան է հիմա նայի դու ունես այգի այդ արգին չորանում է հա բանը են առուն գնում է մի ասենք 20 մետր այն կողմով չէ գալիս ես մի հատ բաց ես բանան բուկ ես բացանում որ այդ առվի ջուրը սենց գնա որ այգուն հասնի այգին ջուրը խմի չէ հիմա մենք պատկերացրենք որ այդ կաթիլ դու ընդ չեն թողում ասում են բան մի կտոր այսպես հազիվ բան ես անում կաթիլ սենց այդ ջուրը գալի վերջում զորանալու է չէ իհարկե ջուրը ճանապարհը բացում հիմա այդ 2008 թվին այդ բացել ենք հասկանում ես եւ ինքը կաթիլա բարձ չի որ ամբողջ աշխարհը ուրիշ տեսանկյան տակ է ուրիշ տեսականների տակ է բարձ չի բայց երբ որ դա հիմնավորված ֆունդամենտալ դու ունես արդեն որպես գիտություն արդեն մինչև 2008 թվականը դա բացահայտված չէր ու թվում էր թե պետք է չբացահայտվի այնինչ տեղի ունեցավ ահա ինչ որ մի ուժ ինձ տարավ Տաթևիսյան տակ կանգնացրեց ես գիտեմ ինչ ուժ է տարել կարևոր չի դա չի կարևորը եւ ես ընդհանրապես կարևոր չեմ այդ խնդրականում էլի կարևոր չեմ ես չլնեի մեկը անելու էր դա ի վերուս տեզերական հրաման էր ես կարայի չէ չլնեի մեկը գնալու էր Հալիձոր բռնելու էր Հալիձոր իրան էլի նույն բանն էր լինելու կարևոր չի ստե չանձնավորենք այդ որ անձնավորում են մարդիկ այդտեղ արդեն ամեն ինչը փչանում է ես դեզերքի զավակն եմ եւ ես ուրախ եմ որ կարողացել եմ այդ խնդիրը կատարել ես միշտ էլ մի մասնիկ եմ եւ ես հավասար եմ բոլորին դու տես բանա առանց այդ բոլորի դու ոչինչ ես ու դրա համար են մարդիկ որ փառասիրությունը իրենց ստանում է ահա որ մարդիկ են դառնում եւ սկսում են ճակատագրեր երբ որ իրենց տակը պաշտոն առնում եւ ղեկավարում են եւ ճակատագրեր են սկսում տնօրինել իրանք հասկանում են որ իրանք աստված են էլի չկա տենց բան այդ մարդկանց մակարդակը պատկերացնում ես ինչքան ցածր է էլի ցածր է ուրեմն չլինի ամբողջը չլինի մեկը մենք օրկեստրով որ նվագում էինք մեկ երաժշտի բացակայությունը մեր որակի վրա խանգարում էր այն ասենք մի հատ ծնծղա չէ երկու տեղ պետք է խփի չէ այն սիմֆոնիկ գործերի մեջ ասենք մի հատ ծնծղա խփող կար անունը Հակոբ էր էլի հանկարծ ինքը կարող է դե հոգնում էր այդ խեղճ տղան էլի այնտեղ մի 20 րոպե սիմֆոնիկ երաժշտությունը գնում էր հա կարող է եկել քունը տաներ բաման ուշ խփեր կամ չխփեր վերջ մենք սկզբից պետք է մեկ հոգունը խախտում էր մեր ամբողջականությունը եւ այդ ժամանակ մենք հասկանում ենք որ այդ առաջին ջութակահարն ու Հակոբը նույն կարգի են առանց նրա չի կարա լինի սենց է աշխարհը պետք է այսպես ընկալել աշխարհը պետք է այս ամբողջության մեջ
ամբողջից մի մասնիկը հանեցիր, արդեն ինքը կանդվեց։ Հայկի գիտությունը բացվեց եւ ուզում եմ իմանալ չարը եւ չարի հետևորդները այսօր որտեղ են հայտնվել եւ ինչ հոգեվիճակում են։ Չարի հետևորդները որտեղ են հայտնվել, իրանք այս աշխարհակարգի վերջն է եկել, այն որ իրանք այդ նախագծել են եւ իրականացնում են 4000 տարի շարունակ, չէ՞։ Այդ Բաբելոնից սկսած էլի, որտեղ այնտեղ է առաջի այդ տոմարական խախտումները եւ աշխարհակալությունը եւ իրանք տեսանկյունը պարտադրվել։ Այո, իրանք կարողացան հաղթել գաղափարապես շումերներին, հետո տեղից այդ Բաբելոն այսքոմ եկում եկավ Ասորեստան եւ այլն, արդեն աշխարհը փլվել էր, էլի, որտեղ ինքը նոր գաղափար էին բերել, այսպես ասած ճակերտներով, նոր տիրակալական, բռնատիրական, մարդու անձը, մարդուն բռնադատել, մարդուն ստրկացնել, միտքը կտրել, որպեսզի ղեկավարել, որպեսզի դառնալ աշխարհ տիրող էլի, հա, աշխարհակալ, դա իմ անկալեն բառը չի կարում, հա, մի խոսքով, հա, հիմա վերջացավ, որտեղ էդի մեկ շրջան էր, էլի 4200 Ջախջախվեց։ Վերջը եկել է։ Հիմա ինչն էին փակել, նորից եմ կրկնում, ժամանակն էին փակել։ Ժամանակ այդ շատ կարևոր նորից եմ ասում, չկա տենց բան, որ ժամանակ չունենա։ Ու մենք Գիտես մի բան, որ ժամանակ, այն ճանճը որ բան, նայ բացատրեմ, մարդիկ չեն հասկանում, իրենք ծնվել են ժամանակով, ժամանակելով գնալու են ստեղից։ Իրանց ամբողջ կյանքն էլ ժամանակով է, չէ՞, կողնորոշվում։ Առանց ժամանակի դու կդառնաս մի հատ անկայուն բան, չէ՞։ Կուշանաս ջուրը կտան չես լողանա, փողը կտան չես վերցնի, իրանց բանով ասեմ էլի, սիրածդ կգա, սիրածդ չես տենա եւ այլն, չէ՞։ Հա։ Դասից կուշանաս, անգրագետ կմանաս եւ այլն։ Սամալյոտից կուշանաս, չես հասնի տեղ եւ այլն։ Ուրեմն այդ ժամանակը, այն որ ճանճի օրինակն է ուզում բերի, կրիմինալիստիկայում մի հատ հետարքիր օրինակ կա, տարբեր ճանճեր իրենց ձվադրումները ժամանակային տարբեր կետերին են անում։ Այս ճանճի տեսակները բոլորը ձվադրումը անում են այսինչ օրը։ Այն ճանճի տեսակը անում է այնինչ օրը եւ այլն։ Հիմա մի հատ դիակ է, որը մի տարի հետո են գտել, ուզում են իմանան երբ են սպանել, ճանճի ձվադրում են գտնում, հասկանում են ինչ ճանճ է, էդի, ու հասկանում են, որ ինքը գարնան, ասենք, այսինչ օրն է, էլի ձվադրումը։ Եվ դրանով բացահայտվում, այսինքն ամեն ինչը ժամանակ ունի, ժամանակի մեջ ծնունդ է, ժամանակի մեջ կայացումը եւ ժամանակի մեջ ավարտ է։ Եվ այդ process-ը միշտ է կատարվում հավերժական է։ Որտեղ ձմեռը որ գալիս է, ճանճերը եւ փոքր էի, միշտ ասում էի, այն որ սառեցին, սատկեցին, բայց հետո նորից որտեղից էլի ծնվեցին, պետք է վերանային, չէ՞։ Ես տենց էի մտածում։ Բնությունը հավերժ նորանում է։ Ամեն ինչը եւ այդ ժամանակն է բոլորին այդ հավերժ նորացնողը եւ դրա համար նավասարդը նոր ասի ժամանակաշրջանը։ Երբ ուրեմն ասը եկավ արդ, չէ՞։ Նավը ասը բերեց արդ։ Էսա մեր ձևակերպումն է։ Պարոն Գևորգյան, ինչու հենց հայ ժողովուրդն ունի աստղերով նշված առաքելություն։ Ուրեմն այդ տեզերքը որոշել է մեկին այդ գիտելիքը տալ ընծայել, որտեղ կայացման համար մարդը որպեսզի կայանա, այս գիտելիքի տերը պետք է լինի, որպեսզի ինքը համատեզերական, որ ասում են պետքա միավորվի, մեկ մասնիկ դառնա, հա, մանավանդ բանական մարդը։ Ուրեմն այդ արարչական հազոր ուժը ստեղծել է բանականություն մարդուն, եւ պարզավ նա սպասում է, որ նա կրթություն ստանա, չէ՞։ Ճիշտ է, ասենք ես իմ երեխուն ինչ եմ ուզում, կրթել, չէ՞, բայց իր տեղը ես չեմ կարող, չէ՞, սովորել։ Դու պատկերացնում ես, ասենք ես բան եմ, նու իհարկե կոնտրաբասիստ եմ, բայց ասենք գիտար նվագում եմ, հա, ու իմ երեխուն տանեմ գիտարի դասերի, անդադ ես իր տեղը նկամ։ Վերջնականապես ինքը չէ պետք է սովորի, կամ լավ ֆիզիկոս եմ, ուղարկեմ այնտեղ համալսարան ֆիզիկայի ֆակուլտետ, ու ես իր դասերը գրեմ։ Ուրեմն տենց էլ այդ արարչական ուժը մարդուն ասում է, «Էսա դու պետք է ընկալես»։ Ինքը ուզում է, մենք իր որդին ենք, հա, զավակներն ենք։ Ինքը սպասում է, երբ պետք է ընկալես։ Ու ինքը ժամանակ է տվել։
Այդ կայացման, խմորման, այդ այլևայլության ժամանակն էլ է հաշվարկել։ Այն ինչ որ ասում ենք 4000 տարի տեզերքի համար մի վարքյան է, էլի։ Այդ ինչ է, ընդհանրապես այդ 4000 տարին ինչ է։ Մարդը չէ, պետք է կայանա, չէ՞, այս մարդը։ Ու ինքը գիտի, որ պետք է կայանա։ Ինքը պետք է կայանա։ Հա, հետո մարդը այս մոլորակում մենակ չի, ինքը չի մեռնում գնում ու վերջանում, էլի։ Մարդը տարբեր, ուրեմն այդ ժամանակային կամ այն որ ասում են զուգահեռ աշխարհը երևի տենց լավ կհասկանան, էլի։ Ինքը հավերժ է մարդը։ Հիմա այդ հավերժությունն էլ երբ բան կլինի, էլի կդառնա հավերժություն, երբ որ իր գիտակցությունը կհասնի տվյալ մակարդակին, կենսագիտակցությանը։ Ուրեմն այդ ժամանակ արդեն ինքը հավերժ կլինի։ Չհասավ իրան ցիկլերով բերում, տենում է բանի պետք չի գցում դեն։ Այսինքն ինքը չի գցում, դու ես քեզ խոտանում, նորից եմ կրկնում։ Քեզ տվել է բանականություն, արդեն դու միտք ունես, դու հասկանում ես եւ այլն։ Ուրեմն բարձրացրու մակարդակը, ուրեմն համապատասխանի քո տեսակին, քո որակին, անորակ ոնց, անորակ բան մենք սիրում ենք, մենք որևէ անորակ բան կպահենք մեր տունը, չենք պահի, այդ եզերքն էլ չի պահի, բայց եթե այդ անորակ բանը ինքը մեղավոր չի, ստեղ մարդը անորակի դեպքում ինքն է մեղ, իրա վրա է։ Դա համար կամ քազատ արե, ասելա դու գիտես քո խելքը, ախպեր ջան, ուզում ես, չես ուզում, մնա այս փոքր ուրեմն ժամանակաշրջանում կգաս կծնվես ու իրոք կմահանաս, որտեղ գիտակցությունը կմահանա։ Յուրաքանչյուր բան չունենա գիտակցություն, չէ՞, այս բանը պատկերացնում ես, բանը համակարգիչը չունենա գիտակցություն։ Ինքը գիտա, չէ, ծրագիր է, չէ, ծրագիրը գիտակցություն է, չէ։ Բանական չի, բայց ինքը գիտակցություն չէ ունի։ Հանես այդ գիտակցությունը, ինքը ինչ ցույց կտա քեզ, ոչ մի բան։ Այո։ Յուրաքանչյուր, եթե վարունգը չգիտակցի, որ ինքը վարունգ է, ծառը, ասենք, ուռենին չգիտակցի, որ ինքը ուռենի է, եւ այլն։ Ամեն ինչ ունի իր ծրագիրը, այդ ծրագիրը կոչվում է գիտակցություն, բայց ոչ բանականություն։ Բանականությունը արդեն ամեն ինչը հասկանալու մեջ է եւ արարման, ուրեմն կարողությունն է։ Մարդը արարող է, չէ՞։ Ամեն գիտակցություն չի, կենդանիներն ունեն գիտակցություն, բայց նրանք արարողներ չեն։ Իսկ մարդը արարչական է, այն որ նկարեցիր, այն որ ստեղծեցիր, ճարտարապետական կառույց, ամեն ինչը մեր մոտ արարչություն է, բանաստեղծություն գրեցիր, երգ գրեցիր, չգիտեմ, եւ այլն, հա, ստեղծեցիր այս աշխարհը։ Դե պարզա մի քիչ չարություն պետք է աներ ու արել է այդ մարդը, ինքը իրան տարել է տեխնոկրատ դեպի տեխնիկական զարգացման, չէ, ուղին է, ոչ հոգևոր, էլի, հա։ Հա, դա էլ է նորմալ, որովհետև հետո կտեսնի, որ դա իրան կործանում է, ինքը մեկը վերադառնալու է, վերակայվելու է, այո, եւ դառնալու է մարդ։ Հիմա այդ սկիզբը դրված է, այդ կաթիլն էլ գնում է ու ինքը դառնալու է սկզբից առու, հետո գետ, հետո ծով, հետո օվկիանոս։ Հիմա դա երբ կլինի, անպայման լինելու է, հա։ Թող բոլորը չշտապեն, բոլորը ասում են, բա մենք կտեսնենք բան։ Մարդ եղի, ուրեմն ընկալիքո մարդ տեսակի հիմնական պարտականությունը դու հավերժ ես լինելու, ախպեր ջան, ցավը տանեմ։ Այդ է քո գլխավոր խնդիրը, ուր ես շտապում։ Պարոն Գևորգյան, այսինքն կարելի է եզրակացնել, որ աշխարհաստեղծման առաջին օրվանից հայը եղել է եւ այդ ամբողջ գիտելիքն ու իմաստությունը հենց տրվել է հային։ Հա, բայց մեկը առաջնային էր, չէ՞, մի հատ որակյալ տեսակ էր, որը կարողանար հասկանալ, չէ՞, դա ամեն ինչը։ Այո, ուղղակի ժամանակաշրջանը շատ դժվար է ասել։ Ու ինձ չի թվում, որ դա 7000 է եղել կամ 12000 է եղել, չի եղել։ Որտեղ մենակ գիտակցել ես աստղային մեկ շրջանը հայկի 25920 տարի է պետք։ Ու պատկերացնում որ մի շրջափուլով գիտակցվեր, իհարկե ոչ։ Հիմա այդ հրաշքը ես չեմ կարող լուծեմ, որտեղ ըստ պատմաբանների մարդը 12000 տարի առաջ ընդհանրապես վայրենի է եղել, էլի։ Հա, եւ այլն։ Հետ ես գնում ավելի վայրենի է եղել։ Ուրեմն ստեղ ինչ որ մի բան սխալ է, ես չեմ հասկանում։ Ուրիշ քաղաքակրթություն։ Հա? Ուրիշ քաղաքակրթություն։
Չէ, պատմությունն ասում եմ սխալ գրված եղել։ Այդ հայը ապրել է, չգիտեմ, քանի 100,000 տարի առաջ։ Այդ տեսակը, բայց այդ գիտելիքը որտեղից եկավ մեր։ Ուրեմն եղել է մի հատ մեծ գործանում, ու տենց է, իրոք եղել է այդ գործանումը, հա։ Մեծն եւ բարձր քաղաքակրթությունը կործանվել է, կործանումից հետո գնացել է նորից վայրենացում, բայց շատ քիչ, այդ ես գրքում գրել եմ, էլի։ Ես ուրիշ բան չեմ կարողանում գտնել։ Իմջալոց այդ դրա հետ իմ ասացի հետ շատերը համակարծիք են, էլի, որ եղել է այդ բանը, դե Պլատոնը առաջին հերթին, Ատլանտիդա բանը ես կոմենքում, բայց մենակ Պլատոնը չէ, էլի, Էդգար Քեյսի, տարբեր, էլի, ուրեմն բաներ, տեսնում եմ, որ եղել է այդ քաղաքակրթությունը, այն Վանգան էլ էր ասում, էլի։ Հա, ես ոչ պայծառատես եմ ոչ, բայց ես բանով եմ, էլի, այդ գիտության բանով եմ, էլի վերցնում, որ եթե կա այս գիտությունը, որի մեկ շրջանը 25,920 ու դու գիտես դրա մասին, ոնց գիտես, որտեղ քո կենտրոնագմբեթ կառույցները այդ Քարաունջից մեծամորից մինչև կենտրոնագմբեթ Խաչաձև եկեղեցիներ, կոնկրետ Գառնանային ես հիմա գրում եմ ցույց կտամ, էլի ոնց է ցույց տալի Գառնանային գիշերը հավասար, աստղերը ցույց տալի գիշերը պետք է գնաս, արևի բան համարել պետք է գնաս այն ժամը, երբ որ այդ գիշերը հավասարը սկսվում է, էլի։ Երբ որ արևը 180 այզի, իմիջիայլոց այդ հաշվարկը ոչ մեկը չի կարող անի։ Իրանք արևի ծննդով են, էլի հաշվում, դες բան գոյություն չունի։ Դա ինձ դաստիարակեց կենտրոնագմբեթը, որտեղ իր կայացումը ես պետք է տենամ, ուրեմն երբ որ արևը լինում է 180 այզիմուտի վրա։ Դա ինչ է նշանակում, եթե մենք երկինքը ասենց պատկերացնենք, մենք մեր տեսական այն ինչ որ տեսնում ենք եւ խաչ տնենք, այս խաչի մեջտեղը այս գիծը 180 ազիմուտ է։ Այս կետում որ գտնվում է, բոլոր 4 դեպքում ինքը այդ 180 ազիմուտը մալնում։ Դրա համար արևը լինում է իր կիզակետում ու որոտնավանքում, հիմա մենք օղանավանքում էինք նայում, նաև գնացինք Տաթև եւ այլն, էլի կարևոր չի ուր եք գնում, ինքը ցույց է տալիս։ Դա ֆանտաստիկ ժանրի բան է, ասես լույսը գալիս է, դասի վրա կանգնում է։ Արևի այսենց երկարուկ լուսամուտի լույս, պատկերացնես ինչ եմ ասում։ Խորանի առաջ մի մոտավորապես մետր, չգիտեմ, մի քիչ ավել դասն է գտնվում, այդ դասը ինչով է կարևոր, որ ամենամարդ իրավունք չունի այդ դասում բան, ինքը պետք է կրթված լինի, ըստ հոգևորական այդ կարգի, որ այնտեղ իրավունք ունենա։ Այն որ կանգնում է այնտեղ, հետո այդ իրավունքը կստանա, նոր իրավունք կստանա խորանում կանգնել։ Ուրեմն այդ կետի վրա պատկերացնում ես այսպես երկարուկ լույսը գալի, այսպես կանգնում է դասի վրա։ Դասը օդոց, դասը անմարմնոց, նարեկացունի հիշում ես։ Արդեն ինքը ասում է, չէ, փայլեսրու դասը անմարմնոց, հայկի, հայկին, հա, որ Աստված ընկալես, հայկի դասը անմարմնոց, նարեկացին ասում է դրա մասին, մենք չենք լսում, խուլենք, որտեղ չենք հասկանում, ինչ ասում։ Մեզ թվում է ինքը ինչ-որ հրաշապատում, ինչ-որ չգիտեմ վերացական բան ասում։ Ինքը խիստ գիտական բան ասում։ Ու այդ որ գնում ես տեսնում ես, շունչը ուրախությունից ու զարմանքից է կտրվում։ Հիմա այս ամեն ինչը մենք ունենք, ու ես ասում եմ անգամներ եմ ասում, նորից եմ ասում։ Քանի միլիոն ենք։ Սա ես հիմա լուրջ եմ, այդ Կարեն Վարդանյանի լուսահոգի միտքն է։ Եթե վրացի լինեինք, հիմա սա վրացիները էսի աշխարհին ցույց էին տվել։ Հասկանում ես։ Ոնց։ Տղեկ, ուր եք, հո։ Են բան սովորում եք, բան բարձրագույններ եք ավարտում։ Բա դուք չեք հասկանում, որ այս ազգի մեկ միավորն եք, այս ազգի հզորությունը նաև ձեզնից է կախված։ Արեք սա աշխարհին ցույց տանք, ախպեր ջան։ Սա այն հզոր, դե այսօր մի հատ բառ ասի, չէ, ֆանտաստիկ։ Այո։ Ինքը ֆանտաստիկ չի, ինքը գիտական, այ ֆանտաստիկ գիտություն է, էլի։ Գիտա ֆանտաստիկ։ Գիտա ֆանտաստիկ ու արդեն գիտություն է, որ կզարմացնի բոլորին։ Ինչ օտարի ցույց եմ տրվել, այսինքն շունչը կդրվել է, բերանը փակվել է, հասկանում ես։
հայերը չէ, բան, սենց, սող բան են, գիտես, նենց։ 2 կոպեկի մեջը խելք չկա, այս մարդը կանգնում ասում է, չէ, բան, գիտես, բայց կարող է, որ սենց։ Սենց, ախպեր ջան, դու այդ բանից գիտելիք ունես, դրել եմ դեմդ կարդա արա, կարաս հասկանաս։ Էշխի ես սենց մռութները ծռը։ Լավ, հետի ասենք սենց, ինքնամեծար, չգիտեմ, եւ այլն հասկացանք ցածրը։ Բա, այս չգիտեմ քանի միլիոն ենք մենք 12-ից ավել ենք, չէ՞ երևի։ Այդ 12-ը հաստատ կանք, ամբողջ աշխարհում չեն լսում։ Չկա այս մասնագիտության գիտակցված մի մարդ։ Հիմա ես այդ բանը հենա նոր են ձևակերպում ենք, այդ հայկյան բունտոմարը որոշեցինք այնպես գրել, որ ամեն ոք գոնե հասկանա, էլի Արեգ ջան, խիստ գիտական չգրենք, որտեղ հասկանում ենք, որ մարդը կյանքում այս ամեն ինչը չի իմացել, էլի։ Հիմա որ նա ինքը ինչ է հասկանալու։ Արդեն հիմա մենք որոշեցինք նենց անել եւ շուտով պրծնում ենք, էլի։ Արդեն ինքը թարգմանված, արդեն անգլերեն է, ռուսերեն է, հայերեն է, շատ շուտով դա կներկայացնենք, նորից կդնենք։ Մի հատ էլ դրա մասին խո։ Վերցրեք, կարդացեք, հասկացեք հայ ժողովուրդ, ու հասկացեք, որ սա հայկն է, սա տիեզերական ամենահզոր գիտությունն է։ Եթե դուք սրան տեր կանգնեք, հենց տեր կանգնեցիք, կլինեք աշխարհի ամենահզոր ժողովուրդը։ Բոլոր ազգեր այսպես քեզի չես տալու։ Անհասկանալի բան եմ ասում։ Պարոն Գևորգյան, խնդիրը ո՞րն է։ Քնած ենք, չենք գիտակցում, սահմանափակ ենք, վախենում ենք։ Ինչն է խնդիրը։ Չգիտեմ խնդիրը ո՞րն է։ Հարց չի առաջացել ձեզ։ Չգիտեմ խնդիրը ո՞րն է, որտեղ այն արժեքները, եթե որևէ ազգ իրեն արժեքին չի կարողանում արժևորի, հա, բայց տենում ենք, որ չի կարողանում, էլի։ Չասեմ հիմա, էլի անուններ պետք չի տալ։ Կրիտիկական պահի աստղիկները, այն արժանավոր մարդիկ, որ նայում ես, ծիծաղդ գալիս, ամոթ ես զգում, էլի։ Որ տանես օտարին ցույց տաս, ասես էս իմ արվեստագետն է։ Որ առաջի պլանում են, մենք ունենք շատ հզոր արվեստագետներ, նոր դրա մասին չեմ խոսում, բայց ի ցավս մեզ այդ մարդկանց տարե պահել ենք հետևում, ինչ որ անկարողներին բրթել ենք առաջ, հա։ Ու սրանք ինչ որ սերիալներ, մելիալներ, մի երգում ենք, երգել չգիտի, ընդհանրապես երգում է, այլ մարդը ստուդիայում։ Պարոն Գևորգյան, Հայկ Նահապետը ինչպիսի ծրագիր է նախատեսել հայի համար։ Ինքը սպասում է։ Հայկի ինքը տիեզերքն է, չէ, անսահման է, նորից եմ ասում։ Այդ մեր համար է այդ ժամանակը շատ երկար։ Ինքը հիմա ժպիտով նայում է, ինքը բանականություն է միջալոց։ Բանականություն է։ Նայում է ու նախ ուրախանում է, որ վերջապես այս ազգը գտավ, հա, ու ինքը գիտի։ Եվ համբերատար ուղղակի սպասում է, երբ կկայանա, որտեղ այդ կայացումով ամբողջ աշխարհի մարդիկ են կայանալու։ Մենակ հայ չի, էլի, ես խի բերեցի այդ Մուհամմեդի Ղուրանում գրված տողերը։ Հենց դրա համար, որտեղ նրանք գիտեին, որ եթե հայ ազգին վերացնեին, այս մարդկությունը կգնար կործանվեր ու կպրծներ, վերջ։ Այսինքն այս աշխարհը չէր լինի, կքանդվեր ու կպրծներ։ Բայց մի ազգ, որը պահել է այդ գիտի, դրա համար նրան ձերտալ չի կարելի։ Ինչքան էլ նրան հիշողությունը փոկեն, ինչ ուզում անեն, մեկը ինքը պահելու է։ Հա, մարդիկ բան չէին հիշում, այդ Տաթևիսյունը մնացել էր, չէ՞։ Կենտրոնագմբեթները մնացել էր։ Դի գնաս տենաս հասկանաս, չէ՞, ինքը ուղղակի բան։ Իսկ մենք իրան ուրիշ բանի տեղ էինք դրել, չէ՞։ Չենք էլ հասկանում, դուք ասես նայում, մենք հա բան սիրուն, հա բան, իսկ ճարտարապետական հզորությունները չենք հասկանում, էլի։ Հա դե ստոլբա կանգնած է, էլի, ինչ է, հենա մեր հայաթում էր մի հատ ստոլբա կա։ Մոտարապես այդտենց էինք նայում, էլի։ Հա։ Այն ճապոնացիները, որ Էջմիածինում շշմեցին մեր բան, Էջմիածինի այդ ճարտարապետական հրաշքների վրա, այդ լուծումների, ես կողքները կանգնած էի։ Ես ցնցվում էի, գիտես, չէ։ Ինչի համար։ Ասում եմ, այս օտարը եկել է։ Հələ տես ինչեր է ասում։ Ակուստիկան է հասկանում, սեյսմոկայունությունն է հասկանում, կամարաշինություն, ասա հասկանում է, դետալ։ Ասում եմ, ինչ հրաշք է։ Ու ինքը հասկանում է, որ այդ հրաշքի տերը սրանք են։ Հիմա այդ հրաշքի տերը ասի դու ես ու դու վեկալես մի հատ խոսքի օրինակ այդ երջիստի կամ չգիտեմ ինչիստի
եկալես արվեստագետի այդ առաջնային պլանի ասես էս ես եմ ասի ոնց էս երևի դուք չեք կառուցել դու դրա տերը չես աղբեր ջան ոնց թե կոմիտասի ժողովուրդը էսի ջա երկում Փափազյանի ազգը էսի ջա անում Սիրյանուշի էսի ինչ են էս հա չասեմ էլի դրանց անունները չտամ իրանք ինչ են մի հատ արտիստ չի մնացել հասկանում ես չի մնացել այն հզորները որ մենք ունեցել ենք Հովհաննես Թումանյանի ազգը հերու չասեմ Նարեկացի այնքան ենք հերվածել որ Նարեկացի որտեղից ասեմ իրոք ինձ թվում է թե մենք Նարեկացու ազգ չենք որ եթե նայեմ էլ է սենց բայց քանի որ մնացել է մեր մշակույթը ես հասկանում եմ որ դա ժամանակավոր է Հայկն էլ է հասկանում բոլորն էլ հասկանում դեզերքը հասկանում է Մուխամեդն էլ է հասկանում Մուհամմեդն էլ է հասկանում դրա համար գրել է այս ազգին դեռ չտակ հողերը չվեկանեք մշակույթին դեռ չտակ Կարևորը այն է որ Հայկ Նահապետը մեզանից երես չթեքել ոնց կարա ինքը նորից չկրկնեմ Բաբելոն Ասորեստան Հռոմ չգիտեմ ինչ դու կաս եղել ես ու կլինես վերջ ինչու համար որովհետև տիեզերքը քեզ այն նայա որ գենիտ մեջ ուրիշ բան կա դրած ու կա դու գիտես դրա մասին քնած է ինքը ու մի օր դուրս կգա ինքը հասկանում ես քո մեջ է դրած դրա համար հիմա այդ օգոստոսի 11-ը մեջ դրած է արշավում են վրան ասում են էդի չեն լուսնային բանը նովրուզն է էլի լուսնաարևային նովրուզն է սկսել են ասես մի հատ կատաղի արշավ է գնում գիտես չէ ասես 4 կողմից բան փագեք դրա մասին եւ այլն այդ բելական համակարգը բան հա ուրեմն նորից ուզում եմ բան անեն էլ ես էդի հստակ ասում եմ ով որ ուզում է վիճարկի գիտությունը արեք գիտությունով վիճարկի ախպեր ջան նորից դուք բան չեք հասկանում տապալվելու են արդեն ինքը տապալվել է որտեղ դա կեղծիք Պարոն Գևորգյան սկսած Տաթևի վանքից հայի ամեն մի սրբավայր կարծես աստղային ուղեցույց է երկրի վրա Սա ինչպես եք մեկնաբանում նույն բանի կոնտեքստի մեջ է դրա համար եմ ասում չի կարելի կործանել որ չկորի գիտությունը այն ամենաբան հենա արատեսը որ գնում ենք ուրեմն բոլոր դա ցնցող բաներ էլի 7 խորանի բանա եկեղեցի հա ինքը կառույց է վանք է էլի հա այս բոլորը ուրեմն խոնարհվել էին բոլոր կողմերը հայկի բոլոր սենց 7-ն էլ սենց կանգնած էին ու հայկին գնաց մեջը կանգնած հիմա դու պատկերացնում ես հազարավոր մենք աստղացույցեր ունենք հազարավոր եւ այո կարահունջը մենք կարևորում ենք որպես հնագույն կառույց որ հասկանանք որ այդ այդտեղից է եկել էսի չէ բայց ցնցվում ես երբ որ այդ գեր աստղագիտական գիտելիքը 5-րդ դարից մեր մոտ նորից դպրոցով նորից եմ ասում դպրոցով ակադեմիայով էլի սենց ասեմ այդ դպրոցը ակադեմիա է եղել համալսարան չէ ակադեմիա հա Կաճառ Են Գրիգոր Տաթևացուց, Նարեկացուց, Հակոբ Ղրիմեցին, Հովհաննես Իմաստասիրը եւ այլն, սենց անունները այնքան շատ են, որ դժվար է տալ։ Պակասը չունենք էլ այս հզորությունը, հա, իրանց խփին, սպանին, փակին, էս արին, են անին, ոչինչ, իրանք կառուցեցին, թողեցին մեզ։ Հնարավոր չի։ Դրա համար թուրքը տենում է, որ միտեղ մի բան ունի, քանդում է, էլի։ Ինքը ենթագիտակցաբար գիտի, որ հայ կառույցը միտեղ պետք է նայի, էլի, մեր տաճարները բոլորը հայկին են նայում։ Հասկանում ես։ Նրանց մեջ իրենք չգիտեն, բայց հրամանակը քանդի դրանց տաճարները, քանդի, որտեղ վաղ գլուխը լավ չի լինելու, էլի, Բայց դեռևս անսասան են մեր տաճարները։ Չեն կարա կանդեն, այդ հազարավոր տաճարները բոլորը հայկին են նայում, նորից։ Եվ բոլորը գիտություն են, Բոլորը գիտություն են ամեն առումներով։ Եվ գիտությունների նորից կրկնեմ զմուտ եւ զել ամենայն գիտությանց։ Դիոնիսիոս Արեսպագացի։ Այդ հայ չի, ասում հայ չի, մի արտասահմանցի է, ասել, չէ՞, այն կինոյի մեջ է, էլի։ Որ սրանք հայ բաները լավ են, շատ են սիրում, էլ հայերը բան են ասում,
Չեն լսում էլի, հանկարծ մի հատ օտար մի բան ասում է, վայ բան օտար, հա։ Դիոնիսիոս Արիսպագացի քրիստոնյա գիտության հիմնադիրը ախպեր ջան։ Հայոց եկեղեցու երկակի սուրբը։ Զմուտ եւ իզել ամենայն գիտության։ Անընդհատ այդ բառերը պետք է ասան, ըստ կարգավորատիվն Հայկի։ Վերջ։ Ընդեղ էլի է մի 3 անգամ Հայկ ասում։ Բայց էսի հերիքա, որ սովորեն անգիրանեն, էլի, որ իմանան ինչ է դա նշանակում։ Ոնց են մեզ հարգել եւ Հայկին ինչ տեղատվե օտարը, էլի։ Հասկանում ես։ Եվ եթե նրանք չունեն, տես վերջերս բանում է գնացի խորան, ուղափառ եկեղեցու խորան չափագրեցի։ 147 ազիմուտեր, ասի կարող է 90 լինել, ես չեմ անաբան, ոչինչ։ Հասկանում ես 147 ազիմուտ։ Հա, իսկ տեղեր կան ընդհանրապես թարսախորաններ։ Էդի ուղափառեր դրա համար արևելք էր, բայց ասենց անկապ։ Երկրորդը նայում եմ, նայելու չկա այդ բանը, էլի։ Մեկը մի ուղղությամբ մոտավորապես դրած արևելքին։ Մեր ամեն խորանը ունի իրեն ուղղությունը, եթե 98-ը Հայկի գոտին է, եթե 90-ը Հայկի ալֆան է, եթե 67-ու 5-ն է, արևի ժամը 6-ն է։ Եթե 112-ու 5-ը Սիրուսի ծագումն է ու տենց շարունակ։ Պարոն Գևորգյան, ժամանակակից եկեղեցիներն են այդպես կառուցվում այսօր։ Չէ, արևելք իրանք դնում են, չէ, այդ գիտությունը չկա արդեն։ Չկա, արևելքը բան են անում, օրինակ ես վերջերս մեր մոտ այդ բանը Սեբաստիան Մալացիայում նայեցի եկեղեցին եւ ուրախացա ինչ հաշվով, որ ուրեմն այնտեղ մի հատ զանգակատուն են կառուցել, մի հատ էլ այդ վանքն, հա, մի հատ։ Այսինքն նայեցի, էսի 67-ու 5-ը, էսի 90-ը, էլի։ Ես կառուցող ճարտարապետը տեսել այն հին վանքերի կառուցման օրինակ։ Ընդօրինակել է։ Հա, օրինակ Մուղնիում բան տեղեր կան, օրինակ Լենականում կա եւ այլը, տարբեր տեղեր կան, որ այսինքն մեկը նայում ես, այսինքն դեռ ասում ես ինչա ծուխիա ծուրդերը։ Մեկի պատը սենց է, մեկինը սենց է։ Հետո չափագրում ես, էսի 67-ու 5-ը, դա արևի ժամը 6-ն է օգոստոսի 5-ին, էլի, զրոյական կետն է։ Հա, էսի 90-ը, որ Հայկի գլխավոր դե արևելյան ուղիղ 90 աստիճան ամենակարևոր ստարտափն է, էլի։ Հա, էսի սենց է դրել ու հետո զանգակատունն է, էլի, որ զանգը ժամն է, էլի։ Այդ ճիշտ ժամին դղ կխփի, էլի մի հատ։ Դա է աստվածային հրաշքը, պարոն Գևորգյան։ Որ ասում են ժամը, խեն ասում ժամը։ Հենց հնեց ասել են եկեղեցուն որ ասում են ժամ։ Ասում են ժամ պատարակ չունես։ Պատարակները իրականում այդտենց աստղային ժամերին պետք է արվի։ Ու որոշ բաներ պահպանվել է, որ իրոք պատարակը ճիշտ ժամի է կատարվում։ Մի խոսքով, բայց մնացել է չէ՞ այդ գիտելիքը, որ իմացել են ժամ, արդեն բառի մեջ ժամ պատարակ չունես տղա։ Չէ՞, արդեն դա էլ է հրաշափառ է, պարոն Գևորգյան։ Պարոն Գևորգյան, Հայկի համաստեղությունը անտարբեր չի մնացել ձեր կողմից եւ հետաքրքիր այդ աշխարհի տիեզերքի երևույթի եւ այդ աստղային կյանքին վերաբերող բառերով եւ մեղեդիով գրել եք մի գեղեցիկ երգ։ Այո։ Կպատմեք։ Ես փորձեմ շատ կարճ ներկայացնել, որովհետեւ այդ առաջին երգը, որ այսպես ասած ստեղծվեց, իմ եւ աղջկա շնորհիվ, այո, ինքը ստացվեց ինչու համար, որովհետեւ երգ գրելը բավականին բարդ բան է, երբ որ դու ուզում ես շատ բան ասես, բայց քիչ խոսալ, մեղեդին պետք է լինի ընդունելի եւ բառերին համահունչ եւ մի խոսքով դա ինձ թվում է ստացվեց, իհարկե ես ուզում եմ դա մարդկանց դատին դնեմ, նայեն մոտավորապես սենց եղավ, ես երաժիշտ գնացի դեպի աստղերը ինձ բերեցին նորից, ես ինձ չէր թվում, որ ես նորից կանրադառնամ իմ երաժշտական գործունեությանը, 40 տարի շարունակ ես ունեմ բազմաթիվ երգեր եւ արդեն այդ շրջափուլը փակել էի եւ ինձ թվում էր էլ երբեք ես չեմ անդրադառնա ինչ պատճառներով, չասեմ պատճառները կարևոր էլ չի։ Հա, բայց այնպես ստացվեց, որ ես նորից վերադարձա։ Իհարկե ինձ արթնացրեց աղջիկս, եւ մենք տվեցինք մեր առաջին երգը, արդեն երգերը շարունակական կլինեն, բացեցինք մեր
ուրեմն Edge-ը, Գևորգյան Music Club, այո, եւ կա բոլոր ուրեմն բաներով տիրույթներում, այո, YouTube-ով, սոցիալական բոլոր, հա։ Եվ ես շատ կուզենայի, որ մեր հանդիսատեսը նայեր եւ գնահատական տար, այստեղ ես մի քիչ խնդիր մարդ եմ, այն գործը ուրիշ է, այստեղ որտեղ իմ հոգին է, եւ արդեն ես երեխա եմ դառնում, ուզում եմ որ լսեմ, թե ոնց է դա դուր է գալի։ Քաջալերիչ խոսքեր։ Այո, իհարկե։ Պարոն Գևորգյան, խոսենք երգի անվանման մասին եւ երգի տեքստի փիլիսոփայության մասին, շատ հակիրճ։ Այո։ Այն որ հոգին եկավ այստեղի տուն, հեն գիշերվա աստղով լեցուն, երկնից ընկա այստեղի տուն։ Հա, ես երկու կես միություն, երբ ինձ գտնեմ այս աշխարհքում, ետ կդառնամ այն տեղի տուն, դեպի հավերժություն։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, ես կարողացել եմ այս կարճ ֆորմայով արտահայտել այն, ինչ մենք երկար, բարակ խոսում ենք, ուզում ենք մարդկանց բացատրել, հոգին եկավ մարդու մեջ եւ պետք է իրանք համապատասխանեն եւ իրար ձեռի տված գնան դեպ հավերժություն։ Ահա թե ինչի մասին է այդ երգը։ Այսինքն աստղային մի ճանապարհորդության մասին է։ Տիեզերական ճանապարհորդություն, այո։ Ես տեղեկացնեմ մեր հետևորդներին, որ երգի հղումը կտեղադրենք մեկնաբանության բաժնում, մնում է որ դուք լսեք ձեր գնահատականը եւ ձեր ոգևորիչ խոսքը հղեք մեր սիրելի Վազգեն Գևորգյանին։ Հոգաչափ շնորհակալ եմ, պարոն Գևորգյան, որ եկաք, ունեցանք սնուցող եւ ոգեղեն զրույց։ Հուսով եմ մեր հայրենակիցները, որոնք գտնվում են թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, համակ ուշադրությամբ ձեզ լսեցին, ձեր ասածները կարող են նրանք փաստ ընդունել կամ չընդունել, ճիշտ կլինի, որ դրանք վերլուծել եւ սեփական փորձով գալ այն գիտակցականի, որը հայկն է նրանց ուղարկել։ Իհարկե։ Համոզված եք դուք։ Կամքը ազատ է, ընտրությունը մարդունն է։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հայկի համաստեղությունը այժմ մեզ բերում է հաղթանակի վերածնունդ։ Ինչպես հայկը մի անգամ կանգնեց եւ հաղթեց ահռելի վտանգին, այնպես էլ հայ ժողովուրդը միշտ վեր է կենում, հաղթում այն փորձությունները, որոնք թվում են անհաղթելի։ Մեր ուժը ոչ միայն հողում է, ոչ միայն լեզվում կամ հավատքում է, այլ նաև աստղերում, հայկի լույսի ու մեր անխախտ ոգու մեջ է։ Ամեն հայ իր մեջ կրում է այս հաղթանակի թրթիռը, հիշեցնելով, որ մենք մշտապես վերածնվում ենք, մշտապես հաղթում ենք եւ Հայաստանը, ինչպես հայկի լույսը, միշտ կշողա երկնքում եւ երկրի վրա։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս անկախ հետազոտող հայագետ Վազգեն Գևորգյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։ Մի հատ ամենակարևորի մասին խոսանք, էլի։ Ինչ նշանակում չարի համակարգը խափանվեց։ Դե փաստորեն այո, ինքը բելական համակարգը պետք է, որտեղ հետ էին փակել։ Աշխարհացունց է։ Իհարկե, իհարկե։ Չարի հետևորդները որտեղ են հայտնվել, իրանք այս աշխարհակարգի վերջն է եկել, այն որ իրանք այդ նախագծել են եւ իրականացնում են։ Ձեր կենսաթրթիռները ինչպես զգաց դա եւ դուք ինչպես կարող եք դա ներկայացնել։ Այդ դաշտը տարօրինակ ինչ որ անոմալ, այսպես ասենք, նման չի ոչ մեկին, այնտեղ ասին ստոպ տղա ջան, հələ կանգնի։ Արի մի հատ հələ տես։ Այնտեղից դեզերքից եկավ, մտավ գիտակցություն։ Հիմա մարդու խնդիրն է այս երկուսը համատեղել։ Խափաված լինելով դուք ինչ զգացիք այդ փոփոխությունների մեջ։ Ուրեմն այդ չարը նորից կրկնեմ, ինքը փակել էր այս գիտությունը։ Այսինքն կարելի է ասել մենք նեյրոններ ենք ձևավորում։ Իհարկե, բա ինչ ես անում։ Ամբողջ դեզերքը նեյրոնային սիստեմա Մեր դու էլ մտքերով։ հետ։ Այո, բա դու արարող ես։ Եթե դուք սրան տեր կանգնեք, հենց տեր կանգնեցիք, կլինեք աշխարհի ամենահզոր ժողովուրդը։ Որ ես Աբրահամի որդի Մուհամմեդս, ուրեմն ասում եմ, որ հայ ազգին չի կարելի, ով որ հայ ազգի հողերին կտիրանա, հայ ազգի ունեցվածքը կգողանա, կսպանի հայերին, ես կդառնամ նրա հակառակորդը։
Ինչ օտարի ցույց եմ տրվել, այսինքն շունչը կդրվել է բերանը փակվել է, հասկանում ես։